24 TV-ն շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։ Բարև ձեզ, պարոն Բադալյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեզ հրավիրելու համար։ Շնորհակալություն հրավերի համար։ Նախ խոսենք Սահմանադրական դատարանի որոշումից, ինչը իսկապես անսպասելի չէր եւ նույնիսկ ընդդիմադիրները, ովքեր դիմել էին Սահմանադրական դատարան, ասում են, որ կանխատեսելի էր լինելու որոշումը եւ բացի այդ այսօր վաղ առավոտյան խոզարկություն է իրականացվում Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը, ինչպես նաեւ նրան պատկանող 70 ձեռնարկություններում։ Այս ամեն ինչի հետ կապված է թե ոչ սպասում է Սահմանադրական դատարանի որոշմանը, թե ինչպես կմեկնաբանեք։ Այո, մեծ իմաստով կապված է եւ ինչպես կմեկնաբանենք այս գործընթացը, կմեկնաբանենք որպես վերջին հատկապես ավելի նկատելի կարող ենք ասել գարնանից ընթացող հակամարտությունը Արևմուտքի եւ Ռուսաստանի միջեւ ընդհանրապես չմոռանանք ինչու համար են այս իշխանությունները բերվել, բազմիցս ասել են երեք խնդիր պետք է լուծել Արցախի հարցի փակում, Զանգեզուրի միջանցքի տրամադրում եւ ռուսական ռազմատնտեսական ներկայության չեզոքացում։ Առաջին երկու հարցերը լուծել են, Արցախի հարցը փակել են ըստ իրենց այս պահի դրությամբ, Զանգեզուրի միջանցքը ըստ իրենց տրամադրել են թրիպ անվան տակ եւ ռուսական ռազմաքաղաքական ներկայությունն են չեզոքացվում։ Պետք է մի բան հասկանանք, այն ինչ որ տեղի ունենում Հայաստանում, դա ներհայաստանյան գործընթաց չէ։ Բազմիցս ասել ենք, մի անգամ էլ կրկնենք, սա արտաքին քաղաքական գործընթաց է Հայաստանի Հանրապետության տարածքում։ Մասնավորապես այս պահի դրությամբ երկու աշխարհաքաղաքական կենտրոններ Արևմուտքը եւ Ռուսաստանը հակամարտում են միմյանց դեմ եւ հակամարտություն մի մասը դա Ուկրաինայի տարածքում էր, որը կրում է ռազմական բնույթ ունի, հակամարտությունը երկրորդ հակամարտությունը դա Հայաստան Հանրապետության տարածքում է, որը քաղաքական ուրեմն տեսք ունի, ձևաչափ ունի այս պահի դրությամբ։ Սա բազմասերիալոց խնդիր է, որն է հակամարտության, ասենք, հիմնական նպատակը, ով է ձևավորելու իշխանությունը Հայաստանում, որտեղ դրանից կախված է մի մեծ հարց, թե ով է վերահսկելու ուրեմն հարավ-արևելյան Եվրոպա ու նաև Օդեսա նավահանգստից, Սևծով, հարավային Կովկաս, Կասպիացով, կենտրոնական Ասիայից ամբողջ տարածաշրջանը ով է վերահսկելու հարցը կախված է Հայաստան Հանրապետության իշխանություններից եւ թե ով կլինի իշխանությունը արևմտամետ կամ արևմուտքի գործիք, թե ռուսամետ կամ Ռուսաստանի հետ կախված ուրեմն հարաբերություն ունենալով։ Եւ այդ հակամարտությունը ընթանում է երկար ժամանակահատվածով, սա մեկ արարով գործողություն չի։ Այո, առաջին սերիան եղավ, առաջին սերիայում հունիսի 7-ին իշխանությունները ուժով պահեցին իրենց իշխանությունը, երբ որ վարչապետ դուրս եկավ, ասեց ես հաղթել եմ, անկախ նրանից, ինչքան տոկոս ենք ստացել, կարևոր չէ, ես հաղթել եմ եւ ԿՊ իշխանությունը հաղթել է եւ դա ֆիքսեց կենտրոնական տրական հանձնաժողովը, անդիմությունը դիմեց Սահմանադրական դատարան, իսկ Սահմանադրական դատարանը, եթե ուսումնասիրել եք վերջի 35 տարվա ընթացքում կամ 30 տարվա ընթացքում, երբ որ նա ձևավորվեց, նրա բոլոր որոշումները եղել են հոգու տվյալ պահին գործադիր երբեք չի ճանաչվել։ Մի անգամ 2003 թվականին նախագահական ընտրությունները ոչ թե անվավեր ճանաչվեցին, այն ժամանակվա Սահմանադրական դատարանը ասաց, որ կասկածներ կան դրա օրինականության հետ կապված, խորհուրդ տվեց երկրորդ նախագահին անցկացնել նոր ուրեմն վստահության հանրաքվե 1 տարի հետո եւ 1 տարի հետո երբ որ քաղաքացիները դուրս եկան ապրիլի 12-ին Բաղրամյան պողոտա պահանջելով կատարել Սահմանադրական դատարանի որոշումը, այն ժամանակվա իշխանությունները ոստիկանության միջոցով ծեծեցին ցուցարարներին եւ Սահմանադրական դատարանի որոշումը չկատարեցին։ Եվ դրանից հետո բոլոր ինչքան որ տվյալ պահին դիմությունը, տվյալ պահի իշխանությանը ընտրական գործընթացի արդյունքները տալ է Սահմանադրական դատարանը, անկախ նրանից կեղծված են թե չկեղծված են եղել, բայց անկախ այդ ամեն ինչից Սահմանադրական դատարանը միշտ ասել է, որ ամեն ընտրություն օրինական է։ Հիմա նույնը կրկնեց այս Սահմանադրական դատարանը եւ սա արդեն օրինաչափություն է, այսինքն Հայաստանում ձևավորվում են օրինաչափություններ, որոնց դեմ դուք չես կարող պայքարել։ Այդ օրինաչափություններն են այն, որ ազգային ժողովի ընտրություններում միշտ հաղթում է տվյալ պահին, ով որ իշխող ուժը, ով որ կա տվյալ պահին ինքը միշտ հաղթում է։ Վերցրեք 95, 99, 2003, 2007, 2012, 17, 18, 21 եւ 26 30 տարվա ընթացքում եղել է ուրեմն 9 ընտրություն եւ միշտ հաղթել է իշխող քաղաքական ուժը, տենց ունիկալ ժողովուրդ ենք։ Միշտ գնում ենք իշխանություն ենք ձեռք տալի եւ 30 տարվա ընթացքում ոչ մի անգամ ընդդիմությունը
չեկավ այնքան շատ ձայն չստացա, որպեսզի գալ իշխանության, միշտ ընդդիմությունը վատն եղել, սենց ունիկալ ժողովուրդ են։ Իրականում ընդդիմությունը մշտապես էլ անկախնից ինքը հաղթել է թե չի հաղթել, շատ դեպքերում ինքը հաղթել է, բայց ինքը չի կարողացել ընտրությունների միջոցով իշխանության գալ։ Մեր մոտ ընտրությունների մեխանիզմը չի աշխատում։ Մեր մոտ սահմանադրական դատանի որոշումը չի աշխատում, բայց սահմանադրական դատանը որ ընդառաջում չէր գնա դա, չէր կարա դա լինել, բացառվում ընդառաջում գնալ, որովհետև վարչապետը հենց ամեն ինչ արեց սկզբից, որ Բարգավաճը չմտնի պարլամենտ, ինչու կարող էր մտնել, ոչ թե որ հավաքել է 4%, իհարկե հավաքել է 4%, բայց խնդիրն այն էր, որ Բարգավաճը եթե մտներ պարլամենտ, ինքը պետք է իշխող քաղաքական ուժի հետ գնար գործարքի, բնականաբար գործարքի չգնաց, որի պատճառով էլ ուղղակի իշխող քաղաքական ուժը ԲՀԿ-ին դուրս շպրտեց եւ մանդատները վերցրեց։ Ինչու է պետք գործարքը, որովհետեւ եթե ԲՀԿ-ն մտնում էր գործարքեր գրում, նրանք ունենում են 64 մանդատ, իսկ 3/5-ը 63-ն է եւ բնականաբար 3/5-ը պետք է դատախազ նշանակելու համար, պետք է ուրեմն դատական տարբեր ղեկավար կառույցների մարդկանց նշանակելու համար, իսկ եթե ընդդիմություն ունեն լծակ ազդելու նշանակումների վրա, վարչապետը չի կարող իր ուզած դատախազը, ոնց որ այսօր գլխավոր դատախազն է բերի, դատախազ նշանակի ընդդիմությունը կպահանջեր ուրեմն բերել ուրիշ մարդի, իհարկե ուրիշ բանա կարող էր ԺՊ նշանակել ինչ որ մի դեպքում, տարիները, բայց ԺՊ-ն ամեն դեպքում ինքը լիակատար չի աշխատում հոգեբանորեն, որտեղ ինքը ամեն վարքյան հասկանում է, որ ինքը ժամանակավոր է եւ նրա ենթականները չեն ենթարկվում իրեն հոգեբան, չէ, ենթարկվում են իրեն, բայց հոգեբանական պահք աստեղ ճիշտ պետք է հասկանում, որ տեսնելով ԺՊ մտածում եմ, բա որ վաղը վերջը ինչ որ իրար լեզու գտան, հիմա բարշեցին ուրիշ մարդ բերեցին, ես ինչի կատարեմ որոշումներ, որեւէ վաղ պատասխանատվություն կա, այստեղ հոգեբանական պահք է։ Ամեն դեպքում, այո, սահմանադրական դատարանը որոշմամբ, երբ որ մերժեց ուրեմն ընդդիմության այդ դիմումը, կարող ենք ասել, որ առաջին ընտրական գործընթացով Ռուսաստանը սպառեց իր բոլոր հնարավորությունները, այսինքն Ռուսաստանը ընտրությունների միջոցով չկարողացավ իշխանափոխություն անել, արևմուտքը ընտրությունների միջոցով հաղթեց եւ առաջին սերիան լիակատար ավարտվեց ընդդիմության արևմուտքի հաղթանակով, ընդդիմության եւ Ռուսաստանի կողմի պարտությամբ։ Սա չի նշանակում, որ ամեն ինչ ավարտված է, կա երկրորդ սերիա, կա երրորդ սերիա, ինչով ենք մենք դա ենթադրում, որ կա երկրորդ, երրորդ, չորրորդ սերիա, որովհետեւ մենք տեսնում ենք ընտրությունից առաջ ռուսական կողմը մցեց տնտեսական պատժամի, սահմանափակումներ, լավացենք պատժամիջոցներ, մենք տեսնում ենք, որ ոչ միայն ընտրությունից առաջ, նաեւ քվեարկությունից հետո արդեն երկու անգամ հունիսի 7-ից հետո հունիսի 12-ին թե հետո նորից այս ձգների հետ կապված պատմություն եղավ եւ չի վերացել։ Դա չի վերացել սահմանափակումները, նշանակում է, որ Ռուսաստանը Հայաստանին իշխանափոխություն անելու կամ իշխող քաղաքական ուժին, իշխանությունը ապամոնտաժելու իր ծրագրից չի հրաժարվել։ Ուրիշ բան է, որ շատերին Հայաստանում կարող է ծրագիրը թվա չաշխատող, շատերը կարող են լուրջ չվերաբերել այդ ծրագրին, ասեն դանդաղ է, բայց կներեք Ռուսաստանը շարժում է իր օրենքներով եւ չի շարժվում Հայաստանի հասարակության կմահաճույքներով։ Եվ ամենայն հավանականությամբ ենթադրում ենք, որ ռուսական կողմը անցել է պլան B-ին, որտեղ կա նաեւ պլան G, դա ուրիշ է։ Պլան B, ո՞րն է պլան B-ն։ Պլան B-ն դա այս պահի դրությամբ հասկանում ենք, որ Հայաստանի տնտեսությունը հյուծելու քաղաքականությունն է։ Այսինքն անդադ այնց թուլացնելու, հյուծելու։ Տեսեք, դրա վակնար օրինակը տնտեսական սահմանափակումներն են, որոնք չեն վերացել։ Այսօր վարչապետը գնացել է հանդիպելու նաև այս Սվերդլովսկի մարզում Եկատերինբուրգ քաղաքում արդյունաբերական այս ցուցահանդեսին է գնացել մասնակցելու, այնտեղ ՌԴ նախագահի, ՌԴ վարչապետի հետ հանդիպում է լինելու, իսկ ՌԴ նախագահին, փաստենք, ՌԴ նախագահան չի շնորհավորել, ինչպես նաև Չինաստանը չի շնորհավորել եւ չի էլ շնորհավորել Ռուսաստանի իշխանությունները, ինչու համար չի շնորհավորել, որտեղ դրանից առաջ մենք նայում ենք Ռուսաստանի պետական ներկայացուցիչների արձագանքը Հայաստանում տեղնոցող իրադարձություններին, երբ որ մենք տեսնում ենք ՌԴ արտգործնախարարության մամլոխոսնակ Մարիա Զախարովայի
հայտարարությանը, որ հատկապես այս վերջերս վարչապետը 5-7 օրը կառավարության նիստի ժամանակ ԵԱՏՄ-ի հետ կապված, եթե չեմ սխալվում, այս վերջերս էր, հա, ինչ որ հարցեր էր քննարկում, ԵԱՏՄ կա, չկա, դուրս է գալի, դուրս չի գալի, մամլո խոսնակը, իսկ նա Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշում հայտնողն է, այդ վարչապետի այդ խոսքը մեկնաբանեց որպես դեմագոգիա, այսինքն բացահայտ նշեց, որ վարչապետը դեմագոգ է։ Սա մեկ, երկրորդը մենք տեսնում ենք, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը Ռուսաստանի արձագանքում է, որ Հայաստանի ընտրական գործընթացը զանգվածային կեղծիքներով է տեղի ունեցել։ Մենք տեսնում ենք, որ Եդինա Ռոսիա կուսակցության ուրեմն վերջերս Կիրակի օրը տեղի ունեցած համագումարի ժամանակ, անցյալ շաբաթը անցյալ Կիրակի տեղի ունեցած համագումարի ժամանակ անվտանգության խորհրդի նախկին նախագահ եւ անվտանգության խորհրդի նախագահի տեղակալը Գագիկ Ծառուկյանի իդեպ մասին է նշելով, որ իշխանությունները գնում են ընդդիմադիրների նկատմամբ քաղաքական հալածանքները եւ այլն, այսինքն երբ որ դուք դիտարկում եք իդեպ նաեւ ռուսական պետական ալիքով Բալշայգրը հաղորդման ժամանակ, երբ որ նայում եւ տեսնում եք, որ ռուսական էլիտայի հետ կապ ունեցող Վյաչեսլավ Նիկոնովը անդադ Հայաստանի վարչապետին ուրեմն բավականին սուր քննադատություններով է ուրեմն պիտակավորում, իսկ հաղորդումներից անցյալ շաբաթ հաղորդումներից մեկի ժամանակ էլ նշել էր, որ անդիմության նկատմամբ այդպիսի բիրտ վերաբերմունքը իրականացել են միայն նացիստական Գերմանիայում, նացիստական Ուկրաինայում եւ Հայաստանում, այսինքն Հայաստանի իշխող քաղաքական ուժին արդեն նույնականացում են նացիզմի հետ, իսկ նացիզմը Ռուսաստանի համար դա բավականին սարսափելի ուրեմն պիտակավորում է, այսինքն դուք տեսնում եք, որ Ռուսաստանում եւ պետական մարմինները եւ լրատվականները պետական, այսինքն mainstream հիմնական գաղափարախոսություն ցույց տվող եւ ցուցադրող լրատվամիջոցները, որոնք որ կարծիք ձևավորող լրատվամիջոցներ են հանդիսանում, իշխանություններին այդպիսի քննադատում են, դրանից հետո հասկանալի է, որ շնորհավորենք տեղի չունենալու եւ Բայց փաստորեն միայն շնորհավորանքը չէ, նաեւ հանդիպումներ առավել Պուտինը Փաշինյանի հետ կապի դուրս չի գալիս։ Այո, կապի դուրս չի գալիս, մենք դա տեսնում ենք, որ կապի դուրս չի գալիս, ավելին մենք տեսանք, որ 1 ամի շարունակ ընտրությունների ժամանակ անցավ եւ կապի դուրս չեկավ եւ ստիպված Հայաստանի վարչապետը զանգեց ՌԴ վարչապետի հետ ուրեմն քննարկում տեղ ունեցավ, իհարկե Հայաստան հիմա վարչապետի հետ տեղ ունեցավ, խնդիրը չէ, որ վարչապետի հետ քանի որ Հայաստանը խորհրդանական կառավարման համակարգ է, վարչապետը նաև նախագահի ոնց որ լիազորություններն ունի, բայց եթե նախկինում դա հանդուրժվում է, հիմա թույլ չտվեցին, ասեն վարչապետել հանդիպի, իդեպ ասենք Միշուստինը, որ հանդիպելու է ուրեմն վարչապետը, դա պետք է քննարկեք, դա կամքով եղել, թե կողքից մեկ այլ երկիր խնդրել է կամ ինչ որ ասել են լավ կհանդիպես եւ այլն, հիմա մենք ինչ ենք տեսնում։ Ռուսաստանի ցանկությամբ է եղել։ Չէ, Ռուսաստանի ցանկությամբ չի եղել, որովհետեւ չէ, պարզաբանելու հարցեր այլևս չկա, Հայաստանի իշխանությունը պարզաբանելու հարց չկա, երբ որ Հայաստանի վարչապետն է զանգում Միշուստին, նշանակում է հանդիպան ցանկությունը Հայաստանցունը, նշանակում իհարկե Հայաստանի լրատվամիջոցներով չնշեցին, որ Հայաստանի իշխանությունների նախաձեռնությունն է եղել, ինձ թվում է, որ եթե ոչ ոք չասեց, որ վարչապետի նախաձեռնությունն է եղել, Հայաստանի հասարակություն դրա մասին չի իմանալ, կարելի է կարծել մենակ համեկից են ամեն ինչ իմանում, բայց այնուամենայնիվ բոլոր այլ լրատվամիջոցները նշեցին, որ տեղի ունեցել Հայաստանի վարչապետի նախաձեռնությունին է տեղի ունեցել զանգելու Ռուսաստանի Դաշնությանը եւ Ռուսաստանի Դաշնության վարչապետը հանդիպելու է եւ քննարկել են հարցեր։ Իդեպ չմոռանանք, որ Միշուստինի հետ հեռախոսազանգից հետո եկավ ուրեմն Եվրոմիության ղեկավարը նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, այսպես ասենք, վարչապետները մոտավորապես եկավ եւ իր կողքականած վարչապետը ինչ նշեց 2013 թվականը չի կրկնվելու, այսինքն ցույց տվեց, որ մենք Եվրոմիություն ենք գնում, մենք ԵԱՏՄ հետ հարաբերություններ չունենք, իսկ հիմա ենք նույնիսկ գնում այնտեղ հանդիպելու, նշանակում է այստեղ այդքան էլ նաև ԵԱՏՄ-ի մասին Փաշինյանը խոսեց, կարևորեց։ Հա, կարևորեց, բայց ասեց 2013 թվականի կրկնությունը չի լինելու, այսինքն դա ավելի կարևոր է, քան եթե Հա, այսինքն մենք գնում ենք Եվրոմիություն, մի գիշերվա մենք Եվրոմիությունից հետ չենք անելու, եւ Ռուսաստանը պահանջում է հանրակրվի անել, իդեպ այսօրվա հանդիպումները եւ որտեղ ունենա, էլի նույն պահանջն են դնելու։ Իդեպ նշենք հեռախոսազանգից հետո ոչ մի, ասենք Ռուսաստանի կողմից տնտեսական սահմանափակումները չեն վերացել, այս պահի դրությամբ չեն վերացել, կարևորը դուք
ուշադրություն դարձրեք ոչ թե ինչ են ասում, այլ տեսեք գործողությունները, ինչ է տեղի ունենում, ինչ գործողություններ կա։ Այս պայծրությամբ մենք տեսնում ենք գործողություն Ռուսաստանի Դաշնությունը տնտեսական սահմանափակումները չի վերացրել։ Հիմա երբ որ տեղի ունենան հանդիպում Փաշինյան եւ Միշուսին, դրանից հետո սպասեք գործողությունները, եթե Ռուսաստանը տնտեսական սահմանափակումները ուրեմն նույնը թողում, նշանակում է ոչ մի բան չի փոխում։ Եթե հանում է թույլատնում է, նշանակում է կան ընդհանուր հայտարարի եւ Ռուսաստանի քաղաքականությունը փոխում է Հայաստանի նկատմամբ, ինչը կասկածել է, բայց եթե մնում է նույնը եւ ավելի է խստացում, նշանակում է Ռուսաստանը հետ չի կանգնել Հայաստանում իշխանական համակարգը կամ իշխող քաղաքականությունն ապամոնտաժելու իրենց ծրագրերից։ Եվ այս ամբողջ ծրագրի մեջ կան որոշակի դետալներ։ Այո, դետալներից մեկը Ռուսաստանի կողմից տնտեսական սահմանափակումներն են։ Սա մեկ։ Երկրորդ, որոնք կարող են ուժեղանալ, որոնք են կարող են ընդհանրապես Հայաստանից ցանկացած ապրանքի մոտ Ռուսաստանի Դաշնություն փակել։ Հիմա մենակ պարեն, գյուղմթերքներ եւ այլն, բավոր մյուսներն էլ փակեն, սա մեկ։ Երկրորդ, կարող են արգելել Ռուսաստանի Դաշնությունից ֆինանսական հոսքերի մուտքը դեպի Հայաստանի Հանրապետությունը։ Խոպանչինը որ գնացել են աշխատում են շինարարություն կա եւ շինարարներ են աշխատում։ Նրանք գումարներ են ուղարկում եւ ոչ միայն ասենք բիզնես կա եւ այլն, գումար դրա կարող են փակել։ Երրորդ, մի մոռացեք, որ Ռուսաստանի Դաշնությունում այս պահի դրությամբ գտնվում է մի քանի 100,000 հայ, որոնք ՌԴ քաղաքացի չեն, կա ՌԴ քաղաքացիներ եւ կան երկքաղաքացիներ, կան նաեւ մարդիկ, որոնք ուղղակի այնտեղ աշխատում են բիզնես են անում պարտադիր չի Խոպանչի, ասենք 10 տարի ապրում այնտեղ ինչ որ տուն առեմի ձև, ինչ որ ասենք ինչ որ գույք ունի եւ այլն, բայց ՌԴ քաղաքացի չի դեռևս այս պահի դրությամբ եւ մի քանի 100,000 մարդու Ռուսաստանից կարող են վտարել Հայաստան։ Սա տնտեսական քաղաքականության կամ պատժամիջոցների հաջորդ քայլը կլինի, այսինքն սերիալը գնում է։ Հիմա այս պահի դրությամբ ոնց որ թե հասկանում ենք պլան B-ն է Ռուսաստանը սկսում Հայաստանում իրականացնել, որն է պլան B։ Պլան B-ն դա Հայաստանի տնտեսությունը կամած ուրեմն այսպես հյուծելու քաղաքականություն է տնտեսական սահմանափակումների միջոցով, որը ճնշում է ի վերջո Հայաստանի իշխանությունների վրա։ Ինչպես է ճնշումը արտահայտվում։ Մեկ եւ ինչու հենց տնտեսական սահմանափակումների վրա։ Ինչու դա գործարկվեց։ Գիտեք, որ Եվրասիական տնտեսական սահմանափակումներ ինչ է նշանակում։ Դա նշանակում է գործարարը գնում է գյուղ, առնում է գյուղացիների աճեցրած բերքը, տանում է Ռուսաստան, վաճառում է, փող է աշխատում։ Եվ ռուսական կողմը կապավ հայ հասարակության հետ։ Նաև Ռուսաստանի նաև գյուղացիները ապրանքը վաճառում են, փող աշխատում եւ Ռուսաստանը կապավ մեր հասարակության ամենասրբագույն սրբոցին, փողին, որտեղ հասարակությունը կարող է Արցախի հարցը մոռանալ, խնդիր չի, որ 30 տարի առաջ ծուրտումուր ձմեռ էր գնում, Արցախը մոռացավ, իսկի վեճը չի, ոչ իշխանության, ոչ ընդդիմության։ Իդեպ դա կարող ենք ասել, որի ապացույցն է կբերենք։ Կարող է ներել եկեղեցու դեմ ինչ որ գործողություններ, դեմա եկեղեցիա ոչինչ ինչ որ եւ բան չի։ Կարող է ցեղասպանության միջազգային ճանաչումը, երբ որ Հայաստանի իշխանությունը հետ են կանգնել, խնդիր չի, գրմա Թուրքիա ապրանքաբերում ծախում, բայց ամենակարևորը հասարակության համար դա փողին չկապնելն է, որտեվ հայի համար փողը սրբության սրբոց է։ Դա սրբություն է։ Ամեն ինչ կարելի է զիջել բացի փողից, այ ռուսական Հայաստանը կապավ փողին։ Այսինքն գործարարը, երբ որ չի կարողանում առնել ապրանքը, տանել Ռուսաստան, վաճառել կամ վրացականի համատակ, եւ ինչպես ասում են, չեն կարողանում հավասարակշռել այս խնդիրները։ Չեն կարողանում, որովհետեւ դա կասեմ ինչ, դա ժամասալ կասեմ, երբ որ իրանք ուրեմն առնում են ապրանքը կամ վրացականի անվան տակ են տանում, վաճառում, բայց դրանց իրանք տուժում են, որտեղ վրացին, այն փողը չի տենշկան ասենք, պարզ ասած, եթե ինչ որ մի X ապրանք ես առնում, որը Ռուսաստանը վաճառում ես $5, հիմա եթե վրացուն ես տալի, վրացին քեզի առնել է լավագույն դեպքում $1.5, որ ինքն դեռ $5 վաճառեց, ինքը մեծ $2.5 դրա մեջ աշխատելու է, դու տուժելու ես $1.5, դու շատ քիչ ես աշխատելու, իսկ այդ գործարարը վաղը մտնել է վարչապետի մոտ, ասի պարոն Փաշինյան, ես փողից զրկվում եմ քո քաղաքականության պատճառով, իսկ փողից զրկվելը դա խիստ խնդիր է, մարդը ընդունակ է ամեն ինչ անել, որպեսզի փողից հայրենիքից է որ զրկվի, ոչինչ, կարևորը փողից չզրկվել, դա փողը այ ժողովրդի համար, ինչպես ցույց է տալիս, մեր 30 անցած 35 տարվա պատմությունը, երբ որ 10,000 դրամով ձայն են վաճառում, փողը ամեն ինչ է։ Այ Ռուսաստանը կպավ այդ սրբության սրբոցին փողին եւ գործարարները դրանից տուժելու են։ Իսկ այդ տուժած գործարարը մտելու է իշխանության մոտ եւ պահանջի իր փայը, իսկ
Իսկ այն արտոնությունները որ տալիս են, դրանք չէ, դա հեքիաթներ են, դրանք բոլորը հեքիաթներ են, որովհետև Ուրսուլա ֆոն դեր Լայենը չի որոշում ինքը հայկական ապրանքը արտոնություն կունենա, թե չի ունենա։ Այ Եվրոմիության մեջ մտող տվյալ չէ, միասին չեն որոշում, որովհետև եթե Հայաստանը 1 միլիարդ դոլարի, ասենք, չգիտեմ, պարենեն ապրանք է վաճառում Ռուսաստան, եթե դու դա փոխում ես, փակում է Ռուսաստանը, այդ միլիարդ դոլարը պիտի գնա ինչ-որ մի երկրում վաճառվի։ Հունաստանում, Բուլղարիայում, Ֆրանսիայում, Լեհաստանում, չգիտեմ, ինչ-որ մի ուրիշ տեղ։ Հələ դրանք լոգիստիկ խնդիր է, որ տարարանտեղ եթե արդեն դու տուժում ես, ասինքն 1 միլիարդ չէ, կեսնակ եմ գալի կամ չգիտեմ, ինչ-որ մի տոկոս է գալի շատ վատ եւ ամենակարևորը տվյալ երկրներից եւ ոչ մեկը պատրաստ չի 1 միլիարդ դոլարի լավություն անի Հայաստանին, որտեղ երբ որ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարեց, որ մենք ինչ-որ արտոնություն կանենք, սահման կբացենք 80%-ով քիչացնենք եւ այլն, դուք դրանից հետո չլսեցիք, որ Եվրոմիության որևէ երկիր, Բելգիա, Ֆրանսիա, Իտալիա, Իսպանիա, արձագանքի ասի, այո, մենք շուկան բացում ենք, դուք դες բան չեք լսել եւ չեք լսելու ավելին, Ուկրաինան, որին Եվրոմիությունը զենք է տալիս, այսինքն միլիարդավոր դոլարների զենք, բայց եւ ասաց, այո, մենք իր գյուղատնտեսության մթերքները ընդունում ենք եւ Ուկրաինան սկսեց գյուղատնտեսական մթերքներ արտանել Եվրոմիություն, որոշ ժամանակ հետո Եվրոմիության ուրեմն ֆերմերները տարբեր երկրների սկսեցին բունտեր անել, Լեհաստանել բռնեց փագեց ուկրաինացիների ցորերի մուտքը դեպի Եվրոմիություն, որտեղ ասաց հարգել ես, հասկացանք մենք Կառույվը Ռուսաստանի դեմ հասկացանք, բայց մենք քո ցորենից ես իմ ֆերմերն ա տուժում, իսկ ես ընտրվելու խնդիր ունեմ, ես չեմ կարող ֆերմերներին իմ դեմ անեմ, դրա համար Հայաստանի իշխանությունները ճիշտ է, թվում է թե ինչա, փոքրիկ է, 1 միլիարդ դոլար է, դա Եվրոմիության ագրարային շուկան, միգուցե չգիտեմ, 100 միլիարդ, չգիտեմ, բայց ամեն մի երկրի համար այդ միլիարդը թիվը, այսինքն ոչ Ֆրանսիան է պատրաստ 1 միլիարդ դոլար լավություն անելու, ոչ Բելգիան է պատրաստ 1 միլիարդ դոլարի Հայաստանի ֆերմերներին փոխտա, եթե դու միլիարդ դինար ես տալի, դու քո ֆերմերին ես միլիարդից զրկում, իսկ ֆերմերը քվեարկելու է, իսկ նշանակում է տվյալ իշխանությունը զրկվելու է, դրա համար դու երբեք չտեսա, որ Եվրոմիությունից անդամ երկրներից ոչ մեկը գա ասի, գիտեք ինչ, Ուրսուլա ֆոն դեր Լայենը ճիշտ էր ասում, 80%-ով ես բացում եմ իմ սահմանը, չես բացում, կարող է սիմվոլիկ ինչ որ մի 100 տոննա մթերք ուղարկես, վաճառվի կամ 200 տոննա, դա 80%-ը չի, հա կարող է ինչ որ ասես, 400 տոննա ծիրան ուղարկեցի Լեհաստան, տեսեք, ինչ որ բան կարևոր գործ արեցի, հա, բայց այդ 400 տոննան դա մի ոնց որ ասած, մի գյուղի, մի այգու, մի բաղջայի, մի երկու ծառից է այդքան գալի, կոպիտ ասած, բայց մյուս հազարավոր տոննաների հարցը ինչ անելու, իսկ դրա գյուղացիները տուժելու են, տուժում է գյուղացին, տուժում է բանկը, որտեղ վարկեր է տվել, այդ վարկը պիտի փակվի, իսկ բանկային դու չես կարող բանկին կապնես, որտեղ բանկերը այսօր բավական հզոր են, փակեն լրիվ կոլապսի կենթարկեն ու աշխատավարձ չեն տա ոստիկաններին, ոստիկան իշխանությունը չի պաշտպանի եւ այլ ուրեմն ուժային կառույցներ, այսինքն տնտեսական պատժամիջոցները դերակատարում ունենում են, եթե չունենան, վարչապետը չէր զանգի Միշուստին, ինքը ասել հիմա չեն զանգում ռուսները, հələ լանց է թող չզանգեն, բայց ինքը չէ զանգել, նշանակում է տնտեսական պատժամիջոցները սկսել են դեր կատարել։ Հիմա վերադառնալով սահմանադրական դատան նշենք, այս կոմպլեքսը պետքա որ դիտարկում եք, այ երրակոմ պիտի նայեք, այո, տնտեսական պատժամիջոցներ, երկրորդ մանդատներ վերցնելու հարցը եւ երրորդ փողոցային պայքարը, որը ոչ թե միտինգեր ցույցը, այլ ասենք փողոց փակելը, որ կխաթարի պետական կառավարման համակարգը, դա որ ասում մանդատին չի վերցեցին, հարգելիներս, իրանք չեն որոշել մանդատը կվերցնեն թե չեն վերցնեն, Ռուսաստանն ասել, կգնաք կվերցնեք մանդատը, որովհետեւ նայեք, վարչապետը այսօրվա դրությամբ պարլամենտում ընդդիմությունից ավել ունի 12 մանդատ 12 մանդատի հարցն է գալի։ Ինչ է նշանակում 12 մանդատ։ Հա, ասում եք ոնց 12 մանդատ, դե 64-ը, անդե 41-ը, անդե գալիս է 23 մանդատ, չէ, 23 մանդատ չի, ընդամենը 12 մանդատ է, որովհետև 52 ձայն է պետք, հա, 52-ը արդեն բան չի, կեսը չի, 53 եւ ավելն է, որ կառավարության օգտին բան է գալի, ասենք տոկոսա բանել, որոշումներ պետք է ընդունես 53 եւ ունի 60, ուրեմն, հա, 4, անդե անոր 12 մանդատ որ ամես դառնում է 52, էլ չի կարող կառավարությունը որոշում ընդունել, այսինքն անդիմությանը պետք է ընդամենը 12 հոգի իշխող քաղաքական ուժից տանի դեպի իր կողմը։ Կհաջողվի թե չի հաջողվի, սա էլ է ռուսական կողմի ծրագիրն է, չգիտեմ կհաջողվի թե չի հաջողվի, բայց ծրագիրը դրա վրա դրված, այսինքն ընդդիմությունից կտանեն։ Չէ, ընդդիմությունից դու չես կարող տանել այնպես պատճառով, որովհետև տնտեսական վիճակը վատանում է։ Եվրոմիությունը չի աջակցում։ Տեսել եք Եվրոմիության կողմից խոշոր ներդրումներ Հայաստանում։ Հա, ինչ
Ինչի եկավ ասաց Ուրսուլա ֆոն դեր Լայենը, եկավ ասաց, որ ձեզի օգնություն եմ տալիս, հա, սկզբում 52 միլիոն, հիմա ելացած 18 միլիոն, որ այն 52-ի ոնց որ վերջին մասը, հա, վերջին ու գումարած ես 34 միլիոնը խոստացել եմ ձեզ տա, հա, հետո 200 միլիոն, հետո ինչ որ 2 միլիարդ, այտենց 2.5 միլիարդ էլ տալիս ենք 21 թվին, ինչ եղավ այդ ճանապարհն անհետացավ այդ 2.5 միլիարդը, մոռացանք ջրեցին բան գնաց, հիմա այդ 200-ն էլ են ջրում գնա, Հայաստանին որպեսի կենսունակություն ապահովի տարեկան ոչ թե 200 միլիոն պետք է տա, նայեք Հայաստանը Ռուսաստան արտահանում է 3 միլիարդ դոլար, որից 1 միլիարդը պարենն է, սա վիճակագրական տվյալներն է, ես վիճակագրական տվյալներից եմ վերցրել, չգիտեմ ինչքանով է ճիշտ, դա տնտեսական փորձագետային ասել, գումարած 3 միլիարդ ու մոտ 900 միլիոն էլ Ռուսաստանից եկած այդ խոպանչիների բիզնեսի փողն է գալի, որ գալիս է Հայաստան, այսինքն 3 միլիարդ գումարած 3.9, 6.9 լավ 7 միլիարդ, այսինքն Եվրամիությունը, որպեսզի Հայաստանում կարողանա տնտեսությունը կենսունակ լինի 7 միլիարդ դոլար փող պետք է, ներդու չփող պետք է տա տարեկան, այսինքն քեքան չի տալու։ Հա ի վերջո պետք է սկսան Հայաստանի իշխանությունները պետք է Եվրամիությանը մի բանի համար, որ Ռուսաստանի վատություն անենք, ասենք Ռուսաստանի բազան հանենք, ինչ որ սամնապանեն հանես։ Ատոմից չենք ուզում դուրս գանք, ուզում ենք համաձայնենք եւ այլն, այսինքն այդ որոշում չկա։ Չէ, հիմա որոշում չկա Եվրամիությունը ասում չկա։ Խնդիրները որ դուք ներկայացնում եք։ Ասված չկա, որն փող չկա։ Դուրս ես գալի փող չան տալ, գնա ինչ ուզում սարա, բայց դու չես կարող գնաս ոչ մի բան անես, որտեղ քեզ փող է պետք։ Ռուսաստանը չի տալ, Եվրամիությունը չի տալ։ Դա աման եմ ասում, դուք մի մտածեք, որ հա համանդրական դատարանը վեբոնեց, այսպեսի որոշում ընդունեց, ուրեմն վերջել է Հայաստանի իշխանությունը ամենաուժեղը չի սպայդրությամբ, որտեղ բավականին վատ վիճակներ կա։ Իհարկե դա չի նշանակում ընդդիմությունը հաջող է, չէ, ընդդիմությունը շատ անհաջող է։ Ընդդիմությունը այս բանը կարող է իշխանությունը վերցնել, եթե առնվազն իշխող քաղաքական ուժից առնվազն 5%, եթե ոչ ավելի գոնե 5% ավելի նպատակասլաց լինի, ավելի վճռական ու կամային ուժ ունենա եւ ավելի խելոք լինի եւ բանը ավելի կրեատիվ լինի, ոնց որ Նիկոլ Փաշինյանը, այսինքն Նիկոլ Փաշինյանից պետք է եւ նպատակասլաց լինես եւ ավելի վճռական լինես եւ ավելի կրեատիվ լինես, այդ դեպքում իշխանությունը Ռուսաստանի համաձայնությամբ կվերցնես, բայց քանի որ ընդդիմությունը բավական թույլ է, ստիպված ռուսական կողմը փաստացի ոնց որ ասում են համակարգում աշխատանք էլ, ոնց որ փոխհատուցում է այդ թույլությունը, դրա համար երբ որ ասում են այ ընդդիմությունը գնաց մանդատները վերցրեց, հարգել ես, Մոսկվան ասաց գնա վերցու, ինքը գնաց վերցնել, որտեվ եթե չվերցնեն, ասում են թող չվերցնեն, հիմա քննարկում ենք չվերցնելը, չի վերցնում, ինչա դա բերում, եթե չի վերցնում իշխող քաղաքական ուժը գնում ազգային ժողով 64 հոգի ունի, 3/5-ը նիստ անում, ընտրում է ղեկավար կառույցներ, սկսում է իշխանության վերած օրենքների լրիվ կողմքավարկել անցնել, դու ոչ մի բան չես կարող անում, բոլոր այն հեքիաթները, որ գիտեք դա լեգիտիմ չի, այսպես լեգիտիմիներ խոսենք, որ ասում են լեգիտիմ, ճգնաժամ, ոչ մի ճգնաժամ կստեղծվի, եթե իրանք սեղմող կոճակների քանակը 52-3-ից պակաս է, այդ դա ճգնաժամ է, եթե 53 եւ ավելի է, դա ճգնաժամ չի։ Ասում եմ 1 տարի հետո նորից ստիպված կլինի։ Չէ, ստիպված չի, ինչի համար պիտի ստիպված լինի, ինչի պիտի մի տարի հետո ստիպված լինի։ Աշխարհը չի հանդուրժի։ Աշխարհը թքած ունի, եթե ձեզ թվում է, որ Մալի նախագահան Արոտ Ծիրիգունյանը Հայաստանի պարլամենտում քանի падգամավոր կա, դուք չարաչար սխալվում եք, աշխարհի Եվրոմ, ասել եմ նկատի ունեք Եվրամիությանը, այս Եվրամիությունը չի տեսնում Հայաստանում 5 տարի ինչ ա լինում, այսքան որ դուք եք ասում, այսքան քաղաքական բանտարկյալներ կա, այդ Եվրամիությունը քաղաքական բանտարկյալներին 5 տարի չտեսա, մի տարվա պարլամենտի դատարկությունը պիտի տեսնի, հարգելիներս Հայաստանի իշխանությունը գործիք է Եվրամիության ձեռքին որոշակի քաղաքականություն իրականացնելու համար, եթե քաղաքականություն իրականացնում են, նա ոչ մի բան չի տեսնելու, ձեր այսպես ցանկությունը մի փորձեք էլ ասենց տակից անցկացնել յանին այնց խելոք բաներն ասում էլ, ահա Եվրամիությունը կտեսնի եւ աշխարհը կասի, այ դու լեգիտիմ չես գնացեք, իդեպ լեգիտիմության մասին շատ են հեքիաթներ պատմում, թե վարչապետը լեգիտիմ չի, հարգելիներս Հայաստանում վերջին անգամ լեգիտիմ իշխանություն ընտրվել է 1990 թվականի Գերագույն Սովետը, դա երբ որ անկախ Հայաստանը գոյություն էր, որ իրոք ընդդիմություն ընտրության միջոցով եկավ իշխանություն եւ ժողովուրդը հավատաց ընտրության արդյունքներին եւ 91 թվականի առաջին նախագահի առաջին ընտրությունները, դրանից հետո ընտրված տեղնոցած ընտրություններ 95 թվականի պարլամենտական, 96-ի նախագահական, 98-ի նախագահական, 99 պարլամենտական, 2003 նախագահական պարլամենտական, 2007 պարլամենտական, 2008 նախագահական, 2012 պարլամենտական,
2017 պարլամենտական եւ 18 պարլամենտական, 21 պարլամենտական, 26 պարլամենտական բոլորն եղել են ոչ լեգիտիմ եւ դնենք հələ մի կողմ Նիկոլ Փաշինյանի 18 թվականը 1995-96 թվականից մինչև 18 թվականը, 17 թվականը ներառել եղել են ոչ լեգիտիմ եւ ինչ, այսինքն բոլոր այդ ընտրությունները կեղծվել են, իսկ ինչը դա խանգարել է ինչ որ տվյալ պահին իշխող քաղաքական ուժերին իրենց ծրագրերը առաջ տանել, իրենց քաղաքականությունը իրականացնել, հա լեգիտիմ չեն եղել, Նիկոլ այսօրվա ԿՊ-ն է լեգիտիմ չի, հետո ինչ։ Ու հետաքրքիր է որ իրան ԿՊ-ն մեղադրում է լեգիտիմության բացականության մեջ ուժ, որ ինքը ժամանակին լեգիտիմ չէր, ու թքած ուներ լեգիտիմության վրա, այսօր ասում ինքը լեգիտիմ չի, հա լեգիտիմ չի։ Այդ դուք էլ լեգիտիմ չեք, հա հետո ինչ անենք։ Իսկ խոզարությունների մասով ինչ կասեք, որովհետեւ ինչ վերաբերում է խոզարություններին, այս հարցով դիմել էր առհասարակ Գագիկ Ծառուկյանի մասին խոսել էր նաև Մեդվեդևը եւ փաստորեն այսօր երբ Փաշինյանը Ռուսաստանում է, հենց այսօրը խոզարություններ առանձնատունը։ Հա, խոզարություններ եկածում ամբողջ բիզնես այդ կառույցներին ցույց տալու համար ինչ որ առևտուրը փորձելով առևտրի մեջ մտնել ռուսական կողմը, լավ, էլ շատ պրիմիտիվ քայլ է, այսինքն իրանց ինչ թվում է, որ իհարկե կապում են, որովհետեւ ասում սա ներհայաստանյան գործընթաց չէ, ելի եմ կարկանում, ինչ որ տեղերում Հայաստանում սա Ռուսաստան, ռուսամետ ընդդիմություն, ԿՊ, արև Եվրոմիություն ու արևմուտք, նաև Միացյալ Նահանգներ կա եւ այլն, այս ընդհանուր կոնտեքստի մեջ պետք անեք, մի կտրեք ամեն ինչ Հայաստանից, սա ներհայաստանյան գործընթաց չի, սա այս ամբողջ կոնտեքստի մեջ է, եւ հա ինչ տեղ ունենում հա խոզարկություններ ըստ ինձ եւ իմ կարծիքով այնտեղ փորձը կատարվելու գնալ ինչ որ հա ռուսների հետ ինչ որ քաղաքական առևտրի թե ես այնտեղ ձեռ չեմ տա եթե դուք պատժամիջոցները անեք թե չնայեք ինչ կանեմ այսինքն իհարկե համատելի չեն Ռուսաստանի համար իհարկե համատելի չեն Իհարկե համատեղ, բայց դե քաղաքական առևտուրը էլի փորձում իշխող քաղաքական ուժ անել է, տեսնել ես կանեմ են անել։ Ինչ վերաբերում անդիմությանը։ Այսինքն ատամ է ցույց տալիս։ Հա, չատամ չէ, քաղաքական առևտրի բան է ուզում մեջ մտնել էլի։ Հա, փորձեն քաղաքական առևտուր անեն։ Ես իրենց ձեռ չեմ տա, ավելին, հա, Սամվել Կարապետյանն էլ բաց թողեմ, հա, թող իր բիզնեսով զբաղվի, եթե պատժամիջոցներ անում եք, բայց ես էլի գնալու եմ Եվրոպա։ Այսինքն մոտապես էս բանը ընդեղից ասլեն տղա ջան, քո հետ այլևս այդտեղ առևտուր անելու, քո հետ ինչ որ բանակցելու ցանկություն չունենք։ Ուղղակի մենք ցանկություն չունենք քո հետ։ Ինչ ուզում ես արա, մենք քո իշխանությունը ապա մոնտաժելու ենք, քո դուր է գալ, թե դուր չի գալ, եթե մեր պայմանները չընդունեցի, իսկ Ռուսաստանի պայմաններն են հրաժարվել Եվրոմիության այդ ընդունված օրենքից, Հայաստան Եվրոմիության գագաթժողովի ժամանակ ընդունված 44 կետանոց հռչակագրից, Եվրոմիության այդ կնքված բոլոր այդ կետերից, որոնք արդեն չափորոշիչներ են փոխում, հա իրանք չեն էլ ասելու Իրանք չեն էլ ասելու։ Բայց ինչ մենք Հայաստանը չպետք է։ Չէ, իրանք ասում են ներողություն, չէ, ներողություն, չէ, ներողություն, ո՞նց է չեն ասում։ Բա Եվրոմիության բան ԵԱՏՄ մայիսի 30-ին տեղի ունեցած այդ հայտնի որոշումը, որ 6 ամիս ժամանակ տվեց։ Նա իդեպ սա մասը մի մոռացեք։ Բայց օրենքի ընդունումը մասով, որ Եվրոմիության դնում եք, որոշում կացրեք, բայց ձեր ասածը։ Չէ, ընդհանրապես գրած է, չէ, բա ինչ է նշանակում այդ մայիսի 30-ի հետ, որ ընդունվեցին ԵԱՏՄ-ի որոշման մեջ գրած է, այդ երկու կետը հաստատ նշված էր։ Հայաստանը ընդունվել է Եվրոմիություն գնալու մասին օրենքը եւ Հայաստան Եվրոմիության այդ հռչակագիրը երկուսը խանգարում են Հայաստան ԵԱՏՄ ուրեմն հարաբերությունը այդ երկու կետը այդ հռչակագրի մեջ նշված էր այդ երկու կետը նշանակում հռչակագիրը եւս նշված էր այո իհարկե այդ երկու կետը վերցեք նայեք այնտեղ երկու կետը նշված է այդ երկու կետը չեղալ պիտի հայտարարես իսկ դա նշանակում է թե երկու կետը դուք պետք է այստեղից հեռացնեք Եվրոմիության դիտորդներին դուք պետք է ուրեմն այստեղ բան անեք այդ ռազմաբազան չէ Եվրոմիության դիտորդը այդ միացին այնտեղ հանձնաժողով կա այդ արագարձագանքման այդ խումբը որ եկել էր ընտրություններից առաջ հա այդ խումբը որ եկել է այդ ընտրությունից ոնց է կոչվում այդ հիբրիդային այդ ինչ որ բաներ պատերազմի շրջանակը այդ խումբը պետք է հեռացվի Հայաստանը բոլոր Եվրոմիության հետ կապված բոլոր նորմատիվ իրավական ակտերը որոնք արդեն չափորոշիչներ են իսկ Հայաստանում արդեն դա կա հուլիսի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտնել Եվրոմիության այդ սպառողի իրավունքների վերաբերյալ բանը նորմատիվ իրավական ակտն դա
ստանդարտ է եւ չեմ ասում լավն է վատն է, ասում եմ դա պետքա չեղալ հայտարարի, ԵԱՏՄ-ն պետքա մտնի։ Գումարած այո վարչապետի արչեւ դրվելու է նաեւ իր շրջապատը մաքրելու հարցը։ Անվտանգության խորհրդի կառավարության լրիվ են անդամներ, որոնք սորոսականներ են կամ արևմուտքի հետ կապ ունեն, ԱԺ ղեկավարություն, որոնք կապ ունեն արևմուտքի հետ կամ Թուրքիայի հետ, այդ բոլորը պետքա մաքրվի։ Պաշտպանության նախարարը, որը ֆրանսիական լեգիոնի ուրեմն իշխանության ունի, այդ բոլորը պետքա մաքրվի, փոխարենը բերվի ռուսների կողմից ընդունելի մարդիկ, որոնք կարող են չի նշանակում մեկը միշտ դուրը փակել Եվրամիության հետ։ Բնականաբար։ Այսինքն Հայաստանը չպետք է հավասարակշռված Չհայաստան չի կարող։ Հիմա Ռուսաստանը սենց պետք է լինես։ Մեր գիծը սենց դու այնտեղ կարաս առևտուր անես, բայց դու չես անում, դու չես կոմպլեկտավորում, դու բազմավեկտոր չես անում։ Դու մեր հաշվի Եվրամիություն ես գնում, սա տարբեր բան է։ Բայց մենք չենք գնում Եվրամիություն։ Չէ, օրենքը չես գնում, ինքն ասած չես գնում, օրենքը չեղալ հայտարարի։ Չեղալ հայտարարի։ Դու օրենք ես ընդունել, որ գնում ես։ Այդ օրենքը ասած չեղա, բայց դու չես կարես, որտեղ Եվրամիությունը կասի, չհասկացանք, բայց ոչ ես 8 տարի բան է, ես 8 միլիարդ դոլար վարկ եմ տվել, բայց քոսիուն աշկերի համար եմ տվել, փողոց հետ դուր։ Չէ, սկսեն ինքը հակակոռուպցիոն, լրիվ այդ գործընթացները սկսեն, այսինքն նշանակում է վարչապետը չի կարող այստեղից դուրս գա, բան է գնա, հատկապես երբ որ վավերացել է այդ Հագայի այդ դատարանն է, այդ հակակոռուպցիոն դատարանը, որ կա եւ այլ բաները, որ Պուտինին ձերբակալելու դատարան տվել է։ Մի խոսքով, այդտեղից գնաց, այդտեղից կարող են իրան նկատում քրեական գործ հարուցել։ Իհարկե, հայլը Հռոմի ստատուտի հետ կապված, բայց իհարկե դա չի նշանակում, որ անդիմությունն էլ է, ասենց գեփ գերազանց ապահում, լսում ես անդիմություն, ասենք, դες 4 կետա չարաշ կաշել։ Հա, մենք մանդատները վերցնում ենք, որովհետև սահմանադրական բարեփոխումներին դեմ ենք լինելու կամ սահմանադրությունը փոփոխությանը դեմ ենք լինելու բանին, պաշտպանելու ենք եկեղեցուն, քաղբանտարկյալներին եւ Բաքվի գերիներին, նաեւ իշխանապողության հարցը, նախ առաջին հերթին իշխանապողության հարցը պետքա ոնց որ թե առաջի կետը լինի, առաջնային կետը, ոչ թե վերջում ձեռի հետ, էլի, հարգելի դիմադիրների մոտ որոշեք դուք ինչ եք ուզում, այս մեկ, երկրորդ, հարգելի դիմադիրներ, դուք չեք կարող սահմանադրական փոփոխությունների դեմը առնել, որովհետեւ Հայաստանում գոյություն ունի կրկին օրինաչափություն 1995 2005, 2015 թվականներին Հայաստանում տեղի ունեցել սահմանադրական ճակերտավոր հանրաքվե, լեգիտիմ հանրաքվե, ինչպես ժամանակ իշխանությունն են ասում, եւ սահմանադրությունը փոխվել են։ Հասարակություն հատկապես երրորդի ժամանակ ոչի շարժում ել կա, ոչ մի արդյունքի չհասավ։ Հիմա հաշվի առնելով, որ իշխանությունները իջացեցին ընտրողների թվականակը, այս վերջերս օրենքներ ընդունեցին, այնպես որ իրենց սահմանադրության բարեփոխումը պետք է որ ուրեմն անցնի դրա դեմ դուք ոչ մի բան չեք կարող անել եւ ամենակարևորը անդիմությունը 5-րդ կետն է մոռացել, այդեն շուտ մոռացավ 5-րդ կետը։ Դա ո՞րն է։ Դա Արցախի հետ կապված կետն էր, որ չկա անդիմություն Հայաստան դաշինքի մյուսնի մոտ այդ այդեն շուտ մոռացան Արցախի հարցը, հա, արդեն Արցախը էլ դեր։ Հա, դե ոչինչ անել հնարավոր չէ։ Իսկ այսինքն իշխանապողություն անել հնարավոր է, Բաքվում գերիներին բերել հնարավոր է, իսկ դեպի Արցախից խոսում մեղադրում են պատերազմի մեջ, պատերազմ հրահրելու մեջ։ Հա, դեպի Բաքվում գերիներին բերելն էլ է պատերազմի դեպքում, կարող ասենք դա էլ է պատերազմ, որտեղ ռազմական հանցագործներ են նրանք համարվում Ադրբեջանում։ Դու պատերազմ ես ուզում, կամ որ այնտեղ սահմանադրություն չես ուղղում փոխած, որը նախաբանը այդ հիմք հատված հռչակագրին, որտեղ Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղի միավորման հարցը կա։ Ուրեմն դա էլ է պատերազմի մասին։ Ուրեմն այս 4-ը հեչ, այդ 4-ը պատերազմ չի բերում, այդ Արցախի հարցն է պատերազմ բերում եւ հետո շատ դեպքերում դու պետք է իմանաս դու որ ընտրողի համար ես անում։ Այն ընտրողը, որ գնաց ԿՊ-ին ձայն տա, ինքը քեզ ձայն չի տալի, բայց դու 550,000 ընտրող ունես, իսկ արդյոք հաշվի առել այդ 550,000-ի համար Արցախը նշանակություն չունի, թե Արցախը ոնց որ իշխանության համար արդեն մոռացված բան է։ Արցախը պետք է որ փող են աշխատում, հա, երկու անգամ նենց դիմադրության շարժում արին, ֆանարիկներով ֆռացին փողոցում, հիմա դա Արցախը արդեն անցած շրջանակ արանք դրա մասին չհիշատակենք։ Այս է իրավիճակը սահմանադրական դատարանից հետո։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Զրուցակիցս քաղաքտեխնոլոգ Արմեն Բադալյանն էր։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։